Հունիսի 7-ին կայացած ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են, սակայն օրենսդրությամբ նախատեսված են մի շարք հետընտրական ընթացակարգեր։ Քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ դրանք անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումներ կարող էին ներկայացվել մինչև հունիսի 9 ժամը 11-ը։ Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում ԿԸՀ կարող է ներկայացվել մինչև հունիսի 12-ը ժամը 18-ը։ Վերահաշվարկի աշխատանքները ընտրատարածքային հանձնաժողովներում կավարտվեն հունիսի 12-ին ժամը 14-ին։ Ընտրությունների արդյունքները ամփոփվելու և համապատասխան որոշումը ընդունվելու է հունիսի 14-ին։ Հունիսի 29-ին ԿԸՀ-ն կորոշի ազգային ժողովը համարվում է ընտրված, թե անհրաժեշտ է անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ։ Նորընտիր խորհրդանի առաջին նիստը օրենքի համաձայն պետք է գումարվի օգոստոսի 2-ին։ ԿԸՀ խոսնակի փոխանցման Բարգավաճ Հայաստան կուսակցության բարձրաձայնված անճշտությունները կշտկվեն եւ կարտացոլվեն ուրբաթ օրը հրապարակվելիք քաղվածքներում, ինչպես նաեւ կիրակի օրը ընտրությունների վերջնական արդյունքներում։ ԲՀԿ-ն հայտարարել էր, որ առնվազն 4 ընտրատեղամասում մոտ 120 ձայն չի հաշվարկվել։ Նաեւ վերահաշվարկ էր պահանջել մի շարք տեղամասերում, այդ թվում թիվ 27/7-ում։ Նախնական տվյալներով կուսակցությունը ստացել է 3,996% ձայն եւ նրա 4% անցողիկ շեմը հաղթահարելու հարցը պարզ կդառնա կիրակի օրը։ Վերահաշվարկի դիմումներ ներկայացրել են նաեւ Միասնության թևերը եւ Հայաստան դաշինքը։ Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար։ Խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի վետատոնը արձագանքելով այս տեղեկատվությանը գրել է. Իշխանական քարոզչամեքենան ահասարսուր վերնագրերով պնդում է, թե Ծառուկյանը փորձել է լքել երկիրը, սակայն իրականությունը բոլորովին այլ է։ Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ նախապես պլանավորված անձնական եւ ընտանեկան այց ուներ։ Օդանավակայանում անձնագրային հսկողության ընթացքում նրան հայտնել են, որ անհրաժեշտ է ինչ-որ բան ճշտել։ Ի պատասխան Ծառուկյանը նշել է, որ որևէ ճշտման անհրաժեշտություն չկա եւ եթե այդ գործընթացը կարող է այլ մեկնաբանությունների տեղիք տալ, ապա ինքը հրաժարվում է ուղևորությունից եւ վերադառնում է տուն։ Ուժեղ Հայաստանի անդամ Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ այս պահին ընթանում է ձայների վերահաշվարկ, դեռևս պարզ չէ ինչ կլինի ԲՀԿ-ի հարցը։ Գնում է ձայների վերահաշվարկ։ Ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մտնում է թե չէ։ Այդ դեպքում հնարավորությունը կհասկանանք արդեն ազգային ժողովը արդեն հնարավորություն կունենա գլխավոր դատախազ եւ այլ պաշտոնյաներ ընդունելու ժամանակ ընդդիմությունը իր խոսքը ասի, որից հետո պարզ կլինի ազգային ժողովը կունենա գործիքակազմ դեմ կանգնելու, քանի որ այս անգամ իշխանությունը շատ մանդատներ է կորցրել դեմ կանգնելու ապօրինություններին, հիմնականում դատախազության հետ կապված եւ այլ մարմինների նշանակումներ պետք է արդեն հաստատեն դատարաններ, բան պետք է հաստատեն ազգային ժողովի հետ։ Սա ենք հիմա մենք սպասում, ԲՀԿ-ի տարբերակին ենք սպասում, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ։ Սիրելի հայրենակիցներ, իմացեք, որ ձեր հետաքրքրությունը մեր համար առաջնային է։ Մեր ընդհանուր հետաքրքրությունը մեր երկրի հանդեպ առաջնային է։ Եթե ընդդիմությունը, եթե մենք կարողացանք այնպես անենք, որ դատարանի նախագահները նշանակվելուց ընդդիմության ձայնը հաշվի առնվի, դա հավասարակշռելու է եւ քաղբանտարկյալների հարցը փորձելու ենք այդպես լուծել։ Եթե չէ, տեսանք, որ արդյունք չի լինելու, արդեն հանդես կգանք հայտարարությամբ։ Նաեւ մի բան ասեմ. իշխանության փոփոխության համար երկու տարբերակ կա։ Մեկը ընտրությունն է, մեկը փողոցային պայքարը։ Փողոցային սահմանադրական ճանապարհով պայքարը։ Փողոցային պայքարի արդյունքում պետք է ազգային ժողովի падգամավորների մեծամասնությունը քվեարկի փոփոխության օգտին։ Այդտեղ մի հարց է։ Այսօր պատմականորեն ընդամենը 8 падգամավոր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, եթե փոխի իր դիրքորոշումը, Փաշինյանը կորցնում է աթոռը։ Իհարկե, ընտրություններից հետո դա բարդ է, բայց Հայաստանի 5 տարվա ընթացքում մենք մեծ հնարավորություն կարող ենք տեսնել այդտեղ։ Հայաստան դաշինքը պատրաստվում է դիմել սահմանադրական դատարան վիճարկելու ընտրությունների արդյունքները, հայտարարել է Իշխան Սաղաթելյանը, իսկ մանդատները կվերցնեն թե չէ, կորոշեն ընդդիմադիրների հետ քննարկումից հետո։ Մի բան ընդհանրապես բան կարող է մեր հայրենակիցներին շատ հստակ ասել, որ մեր ցանկացած որոշում բխելու է ընդհանուր պայքարի տրամաբանությունից, մենք կիսում ենք այդ մտահոգությունները, որ հնչեցվում են, բայց ամեն ինչ սառը դատելով, իրավիճակը գնահատելով եւ պայքարի հաջողության եւ շարունակության տեսանկյունից ենք այդ որոշումը ընդունել։ Այս նորից եմ ասում, այստեղ շատ կարևոր է միասնական ընդդիմադիր որոշումը, հակառակ պարագայում ցանկացած որոշում ընդունելիս կարևոր է միասնական որոշում։
Ու մենք process-ում նաև շատ կարևորում ենք հասկանալու Բարգավաճ Հայաստան կուսակցության շեմը ախտարելու հարցը, որովհետև ակնհայտ ստեղ մեր կարծիքով ապօրինություն է տեղի ունենում երրորդ ընդդիմադիր ուժին սահմանափակելու, որ մտնի խորհրդարան։ Առաջիկայում սպասվում են ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, գրել է ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Գագիկ Մինասյանը, նրա խոսքով ԲՀԿ-ից կողացված ձայների վերականգնումից հետո ՔՊ-ն ազգային ժողովում կունենա ընդամենը 61 մանդատ։ Դա 2 մանդատով պակաս է սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու եւ կարևոր պաշտոններ նշանակելու համար, ինչպես նաեւ 9 մանդատով պակաս սահմանադրության փոփոխությունների համար։ Այս իրավիճակը ՔՊ-ի եւ նրա ղեկավարների համար անընդունելի է։ Կախված ընդդիմության պահվածքից ՔՊ-ն իրավիճակը շտկելու 2 տարբերակ ունի։ Առաջին, եթե ընդդիմությունը վերցնում է մանդատները, ապա հնարավոր է ներգրավել ընդդիմադիր 2, ապա եւս 7 падգամավորի, իսկ անհաջողության դեպքում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Եթե ընդդիմությունը չի վերցնում մանդատներ, ապա միակ ելքը նույնպես արտահերթ ընտրություններն են։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով վերջին 2 օրերին համացանցում ակտիվ քննարկվում են ընտրատեղամասերում եւ ԿԸՀ-ում ենթադրյալ կեղծիքների մասին հրապարակումները, ներկայացվում են տարբեր արձանագրություններ ու տեսանյութեր։ Նրա խոսքով այդ ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ըստ էության խոսում է ընդդիմադիր ուժերի եւ նրանց ակտիվիստների նկատմամբ հնարավոր գործողությունների մասին։ Աբրահամյանը նաեւ նշել է, որ նախընտրական շրջանում արձանագրվել են ընդդիմադիր գործիչների նկատմամբ բռնության դեպքեր, վարչական ռեսուրսի չարաշահում եւ պետական միջոցների օգտագործում իշխող ուժի օգտին։ Նրա գնահատմամբ ընդդիմադիր դաշտը պետք է արագ կողմնորոշվի եւ հստակեցնի իր քայլերը, հակառակ դեպքում գործընթացները կշարունակվեն իշխանության նորակարգով։ Քարոզարշավի ընթացքում եւ քվեարկության նոր իշխող ուժի կողմից խախտումներ արձանագրած Նյուզեեմին լրագրող Նարեկ Խաչատրյանը ընտրության հաջորդ օրը վարժական հավաքների ծանուցում է ստացել։ Լրագրողը ակտիվ լուսաբանում էր ՔՊ-ի քարոզարշավը եւ մի շարք խախտումներ արձանագրում, այդ թվում Սոտքում, որտեղ նա նկատել էր հարյուրավոր զինծառայողների կուտակում եւ ընտրատեղամասում գտնվող քաղաքացիական անձանց ներկայություն։ Լրագրողի հարցադրումներին, թե ովքեր են այդ անձինք եւ ինչու են գտնվում տեղամասում, հանձնաժողովի նախագահը հակասական բացատրություններ է տվել, սկզբում պնդելով, թե նրանց չի ճանաչում, ապա նշելով, որ միջանցքը ընտրատեղամասի տարածք չէ։ Դիտարկումներից հետո միայն այդ անձինք հեռացել են քվեարկության սրահից։ Խնդիրը նրանում է, որ այստեղ կանգնած են իրանք տեղական ժամանակը ու հանձնաժողովի նախագահը եւ քարտուղարը ասում են, դա մեր տարածքը չի։ Հայաստանի գլխավոր շտաբի պետը պարզաբանել է, որ ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուժ չի ներկայացել։ Համաձայն ընտրական օրենքի պահանջների, երբ որ քաղաքացի զինվորը կապ չունի, զինվորը նույնպես քաղաքացի է, գտնվում է ընտրատեղամասի տարածքում, թույլատրվում է նա շարունակի ժամանակական պատասխան։ Հարգելի գործընկերներ, նիստը փակվեց։ Այդ հարցերը արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրատեղամասային նախագահներ կամ փոխին են։ Բայց ինչու է իրենց քնի հաշվի իրենց վերել ընտրատեղամաս, պարոն ասիլյան, իրենց քնի հաշվի։ 10-ի պետք է քնած լինեն, չէ՞, ինչի էր իրենց քնի հաշվին դա կազմակերպվում։ Ինչի հաշվին, ես չհասկացել եմ։ Քունը իրենց 10-ին չի զինվորներ։ Բա ինչու է իրենք մեկին դեռ, այսինքնավոր չէ ավելի շուտ իրենց բերել, որ մեկին 2-ին չլինեին ընտրատեղամասում։ Մեր զինծառայողները ընտրատեղամասի տարածքում եղել են սահմանված զոնում։ Այսինքն ոչ մի զինծառայող ընտրատեղամասի ուժ չի ներկայացել։ Դրա համար էլ կարող է հարցը տալ ընտրական հանձնաժողովի նախագահին եւ միኒստրին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությանը վերջ դնող համաձայնագիրը կարող է կնքվել 2 կամ 3 օրվա ընթացքում։ Նրա խոսքով գործարքը կկանխի Իրանի միջուկային զենքի մշակումը եւ կհանգեցնի Հորմուզի նեղուցի վերաբացմանը։ Թրամփը նշել է, որ Իրանը եւ Իսրայելը համաձայնել են դադարեցնել փոխադարձ հարվածները վերջին լարված սրացումներից հետո։ Թրամփի խոսքով նեղուցը կբացվի ստորագրումից անմիջապես հետո, որը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին։ Միևնույն ժամանակ նա պնդել է, որ խոչընդոտներ չի տեսնում եւ կողմերը շատ մոտ են համաձայնության։ CNN-ը սակայն նշում է, որ նախկինում եւս նման լավատեսական հայտարարություններ են հնչել, որոնք չեն հանգեցրել կայուն համաձայնության։